ինչ հնարավոր անել արել եք, արդյունք չկա, որ հաշվում ու ինչ-որ սպասել նոր անելիքներ չկա։ Բայց ասում եք, հանրային ճնշումով փորձեք այդ խալանացը վերադարձնել։ Արցախցիները բազմիցս գնացել են դատախազություն այդ գործերով, չեն ընդունել։ Դրա համար, այդ նույն հանրային ճնշման համար, մենք հրապարակային հայտարարություն արել ենք։ Ուրեմն օր ժամ ենք որոշում, դատախազության առջև մենք կանգնում դուք մտեք, ողջ ընդունենք իմանանք, որ արել եք չեն ընդունել։ Մտեք, այդ ժողովուրդը ասեք, իրանք այս հարցին են սպասում։ Այդ խալանացը ոնց դատաիրավական պրոցես արագացնեք, որ մարդիկ աղետով չհայտնեն։ Եկել մի ուրիշ բան, որ ասպեքստեղ հավաքվածների չգիտեմ ու գումարայի 5 միլիոն դոլարը, հավատացեք հիմնադրամում այնպիսի գումարներ յուրացվել, որ 5 միլիոն դոլար ես քանի մեջի բաժանած ասկի սովորական մարդիկ են 1 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ վար կավեցել։ Մենք խոսում ենք, բարոն շախրամանանիներ տեղյակ են, ամանավանդ 2 տարի անձեի պետ եք եղել Արցախում։ Ու Արցախը գիտեք, Տելեկոմով, ոսկի անկով ոնց աթալանվել ու որոշ վերնախավում։ Մի բաներ չեք արել, բայց կողենք մի կողենք։ Հիմա այս այն վիճակումն ենք, որոնք որ հիմա ենք հայտնվել։ Կա կարիքը, միասին գնում ենք, դուք մտնում եք, ձեզ կմերժեն, կիմանանք, որ դուք ձեր անելիքը իրոք արել եք, նույնիսկ հանրային ճնշումը որպեսզի լինի, չի ստացվել, այն վաղ արդեն ձեզ հարցեր չունենք։ Բայց ես քեզ հասկացա, եթե գտնում ենք, որ դուք ներկայացնում եք ժողովուրդ մեր արցախցիներին, ոչ թե մի խումբ մարդկանց, ես պատրաստ եմ ձեր հետ միասին գալ ներկայանալ դատախազության, ներկայանալ քննչական կոմիտեի, նման առաջարկ իմ կողմից եղել է նաև նախաձեռնող խմբին, որ պայմանավորվեն քննչական կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի դուք գնաք հանդիպեք եւ ձեր հարցերը դնեք իրենց առաջ։ Այսօրվա միջոցառման նաև կազմակերպիչների հետ ես 3 առաջ օրը խոսացել եմ ներողություն։ Մենք պայմանավորվել ենք, որ իրենք պիտի գան։ Մենք հարցերը քննարկենք։ Ես պատրաստական եմ ձեր հետ միասին, ոչ թե քայլելով գնանք, պայմանավորենք դատախազի հետ, գնանք մտնենք մոտ ձեր ներկայությամբ։ Դուք ուղղեք ձեր հարցերը, ստացեք սպառիչ պատասխաններ։ Կարող եք երկուշաբթի օրվա վրա որպես պայմանավորվել, բոլորս միասին ձեր հետ միասին դատախազության առջև մի ժամ այնտեղ էլ արդեն հավաքենք գործերը առաջ տանք։ Ինձ ուղարկեք ձեր կողմից այլ մարդկանց ցանկը, ովքեր պատրաստ է հանդիպելու եւ ներկայացնելու հարցեր։ Եվանյան, մարդիկ կսպասեն, դուք մտեք, իրանց խոհացեք են հարցը, որը որ մեզ ահուզում, ու դուք ասում եք, եթե ես հավաքվեք, ընկեր ես, քանի օգու չի, հանրայնա, ես համոզված եմ, որ ուտել գիտեք, որ այս հարցը, որը որ բարձրացրել ենք, մեծամասնության շահերի համար եւ մեծամասնության հետաքրքրում բոլորին ունեն սոցիալ խնդիրներ։ Ուզում եմ ասեմ, սա այս պահը, որ սա Արցախի մեծամասնությանն է վերաբերում եւ իրանց խնդիրն է։ Սա ընդունենք որպես փաստ։ Դեմոնաստրացիան արդեն ձեր ուղղակի պարտավորվածությունը ու պարտականությունն է լինելով այն պարտոնի, որի որդում կա։ Ինչ վերաբերում այն պարտականություններին, ես շատ ծաղկիտ եմ իշտ այն պարտականությունները։ Իմ խոսքը նրա մասին է, ովքեր է պատրաստ, ես այդ հարցը կբարձրացնեմ, եթե կընդունենք, կընդունենք։ Իմ հետ միասին մտեք եւ ժողովրդին ներկայացրեք։ Այս հանրահավաքի ակտիվիստներից մեկն էլ դու ես։ Մտնենք, լսի եւ ներկայացրու ձեր պահանջները։ Բոլոր ժողովուրդները, եթե պետք կոնկրետ հանրակցի, այդ տարբերակի մասին կմտածեք, ես ինչեւ իրակի նորը պատասխանը կտամ։ Ես ինչ վերաբերում է ասում եմ, նավետ, մի ուրեմն երկուշաբթի օրը ժամը 10-ին ձեր կողմից ստեղծված նախաձեռնող խմբի սպասում քննարկելու այդ հնարավոր բոլոր զարգացումները, մտնելու դատախազություն, քննչական կոմիտե, այդ հարցերի պատասխանները ոնց եք հասցնելու մեր ժողովրդին, եւ պետք է ժողովրդին բացատրել, որ դա երկարաժամկետ պրոցես է, ուտես չի, որ թալանացը վերցնելու են բաժանել բոլորին։ Դա պիտի վերադարձվի Հայաստանի պետբյուջե, որտեղից սոցիալական հարցերը պետք է լուծվի մեր ժողովրդին։